Պարոն վարչապետ, իրականում գիտության ոլորտում ձեռքբերումների, ընդհանրապես ցանկացած ոլորտում ձեռքբերումների արդյունքների հանրայնացումը, իրազեկումը շարունակում է մնալ մեր ամենակարևոր խնդիրներից մեկը։ Դա է նաև պատճառը, որ մենք ռազմավարական ծրագրում դա որպես առանձին ուղղություն առանձնացրել ենք եւ այդ հանրային հաշվետվողականության, մոնիտորինգի, ներկայացման հարցերը շատ կարևորում ենք։ Ինչ վերաբերում է գիտական համայնքի կողմից արվող աշխատանքների կարևորմանը, պետք է հավաստիացնեմ, որ առնվազն մեր դիտարկումներով ու տպավորություններով տրամադրություն ու մթնոլորտ է փոխված ոլորտում։ Դա ակնհայտ է, պարոն վարչապետ, եւ թերևս այդ մթնոլորտը պետք է շատ ուզենան, որ չնկատեն, որ փոխվել է, որովհետև ես չափազանցություն չէր, որ զեկուցման խոսքի մեջ նշեցի, որ մինչև կառավարության ծրագրի իրականացումը խոսում էին գիտության ոլորտի կործանման մասին։ Հիմա մենք խոսում ենք գիտության ոլորտի զարգացման նոր փուլի մասին եւ հասել ենք այդ օրվան։ Մենք ենք խոսում։ Մենք կործանման մասին խոսում են բոլորը, նոր փուլի մասին խոսում ենք մենք։ Այսինքն եւ ես հասկանում եմ, որ մեզնից շնորհակալություններ ակնկալվում, որ չեն խոսում կործանման մասին, բայց ես խնդիր չունեմ, թող խոսան կործանման մասին, բայց գիտության, երկրի, ամեն ինչի կործանման մասին, որովհետեւ դա շատ պոպուլյար թեմա է, բայց փաստը ուրիշ բանի մասին է եւ այո, մենք պետք է խոսենք, որովհետեւ սա մեր աշխատանքն է եւ մեր աշխատանքի արդյունքն է։ Ես ուղղակի ձեր թույլտվությամբ եւս երկու բան կուզեի ընդգծել, պարոն վարչապետ, արդյունքներից մենք խոսում ենք միջազգային գիտատեղեկատվական շտեմարանների ամսագրերում մեր գիտնականների հրապարակումների մասին, բայց մենք ունեինք եւս մի շատ կարեւոր խնդիր, որ մեր ամսագրերն էլ այդ մակարդակին ու որակին հասցնենք, որպեսզի Հայաստանում նույնպես ունենանք միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ներգրավված ամսագրեր, ու ես շատ ուրախ եմ, որ այդ աշխատանքը նույնպես արդյունքներ է տալիս եւ 2025-ին մեր 3 ամսագրեր գրանցվել են միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում, ընդ որում դրանցից 2-ը մեր բուհերի ամսագրերն են, Ճարտարապետության եւ Շինարարության Հայաստանի ազգային համալսարանի եւ Երևանի պետական համալսարանի, եւ սա ցույց է տալիս, որ այդ աշխատանքը որակական փոփոխությունների տեղի է ունենում եւ հիմա մեր գիտնականները ունեն հնարավորություն նաեւ հրապարակելու իրենց հոդվածները հայաստանյան ամսագրերում, որոնք նույնպես այդ նույն ստանդարտի եւ նույն որակական միջավայրում են գործում եւ այս թիվը պետք է գնալով ավելանա։ Որակական աշխատանքի բարելավման մասին է խոսում նաև այն, որ մենք ավելի քան 58% աճ ենք գրանցել այդ հրապարակումների շարքում այն համամասնությամբ, որոնք այդ ամսագրերն էլ են տարբեր, պարոն վարչապետ, եւ այստեղ դասակարգված են 4 հիմնական խմբի, առաջին 2 խումբը առավել հեղինակավոր եւ ավելի որակական խիստ պահանջներ ունեցող ամսագրերն են եւ շատ կարեւորում եմ, որ մենք ոչ միայն խոսում ենք մեր հրապարակումների թվի աճի մասին, այլև էական աճ ենք գրանցել հենց առաջին 2 կատեգորիաներում գտնվող ամսագրերում, որը ցույց է տալիս, որ ավելի որակական արդյունքներ են գրանցում, բայց ճիշտ է կշարունակենք խոսել իրազեկել եւ մարդկանց էլ ներգրավել այդ խոսակցությունների մեջ։ Շնորհակալություն։ Ընտրեմ կան համեցիկ։ Բայց արգո վարչապետ, հարգելի գործընկերներ, պարոն վարչապետ, ուղղակի ուզում եմ հիշեցնել 2021 թվականին հենց այս դահլիճում, նաեւ ձեր մասնակցությամբ մենք քննարկում ունեցանք, եթե չեմ սխալվում, գիտուժ նախաձեռնության հետ, ովքեր որ բարձրաձայնում էին իրապես այն ժամանակվա վտանգավոր խնդիրներից մեկը գիտության ոլորտում ընդհանուր առմամբ տենց շարունակական խնդիրները, որոնք որ տենց բերելու էին մի ինչ-որ մի պահի կոլապսի եւ կարելի ասել գիտության վերացման։ 2021 թվականին որոշում կայացվեց, դուք որոշում կայացրեցիք, որ 4 տարի հաջորդականորեն անգամներով ավելանալու է ֆինանսավորումը գիտության ոլորտում։ Եվ իրականում այն թվերը, որ հնչեցնում է Տիկին Անդրեասյանը, ցույց են տալիս, որ թռիչքաձև այդ փոփոխությունները տեղի են ունեցել։ Մենք կարելի ասել, տենց զրոյականին մոտ կետից հիմա ունենք դեպի զարգացում գնացող գիտություն եւ ավելացնելով նաեւ ռեսուրսները այդ ոլորտում, ես կարծում եմ ձեր դիտողությունը շատ տեղին է, որ ոլորտի մասնագետները, նամանավանդ այն մարդիկ, ովքեր որ մասնակցել են այդ քննարկումներին, ովքեր որ
մեզ այս դահլիճում ցույց են տալիս, թե միջին տարիքը գիտնականի ինչքան բարձր է եւ ինչ վտանգներ կան, նրանք նվազագույնը պետք է խոսեն այս մասին։ Եվ ընդհանուր առմամբ շատ կարեւոր է, որ սա տեղի է ունեցել եւ շարունակում է տեղի ունենալ, բայց նաեւ այս արձանագրումները նույնպես կարեւոր են։ Պարոն Արինյան, ընտրություններ են մոտենում, հեսա կխոսեն, վստահ եղեք, համեցեք։ Ես պարոն վարչապետ այդ հատվածով է ուզում շարունակել, որովհետև շատ ենք մենք խոսում, հատկապես ներքին քննարկումների ժամանակ, երբ որ մի բարեփոխում է տեղի ունենում, դրանից հետո արձագանքը ավելի քիչ է լինում, քան այդ բարեփոխման ժամանակ մի այսքան փոքրիկ խնդրեմ է, ու միշտ մի օրինակ եմ բերում, հիմա էլ եմ ուզում հրապարակային բերեմ, երբ որ օրինակ մենք ունենք շատ լավ ճանապարհ, տասնյակ կիլոմետրերով, ու դու վարում ես մեքենատ այդ տասնյակ կիլոմետրերով, դու ամեն կիլոմետրը մեկ շնորհակալություն չես հայտնում, չէ՞, այդ լավ ճանապարհը, բայց հենց մի հատ փոս ես ընկնում, հիշում ես այդ ճանապարհով զբաղվող բոլորի եւ բոլոր խնդիրները ու տեսեք, ես գիտեմ ինչի մենք այդ շնորհակալությունները չենք, որտեղ դա սովորական է դառել, պարոն վարչապետ։ Այս լայնածավալ աշխատանքը դառել է սովորական։ Մեր քաղաքացիները, մեր համար էլ է կարծես թե դառնում սովորական։ Հիմա ես մեր գործընկերներից յուրաքանչյուրին նայում եմ ու ասեմ կարող եմ այնպիսի ահռելի ծավալի աշխատանք նշել, որը այն ժամանակ, երբ որ նոր ենք այդ ամենը սկսում, դրա մի փոքր տոկոսը անեինք, մի մեծ բում էր առաջացնում, բայց հիմա օրինակ որ խոսում ենք օրինակ 300 դպրոցի մասին, չէ՞, դառնա սովորական, որտեղ իրանք արդեն դարձել են իրականություն։ Հիմա հաջորդ 300-ը ուրիշ էֆեկտ է տալու մեր քաղաքացիներին։ Իսկ ինքը իհարկե լավ է եւ էլի մեծամասշտաբ է, բայց դարձել է սովորական։ Ամեն 500 կիլոմետր ճանապարհն էլ է դարձել սովորական։ Ու դա անխուսափելի է։ Մենք պետքա նաև դա հաշվի առնելով, իհարկե մեր առաջ էլ ավելի մեծ պլաններ դնենք ու ավելի մեծ բան առաջընթաց արձանագրենք, բայց նաև այո խոսենք եւ էլի բոլոր ասենք կամ 10000 ամեն ամիս 10000 ավել աշխատատեղ ենք ունենում։ Պատկերացնում եք, չէ՞, դա ինչքան է, ասենք մի հատ քաղաք է փոքր Հայաստանում, որ սկսում է աշխատել, բայց էլի դարձել է դաժե նույնիսկ մեր համար է դարձել սովորական։ Եվ իհարկե պետքա խոսել, մենք հաճախ փակ դռների հետևում ենք սրա մասի խոսում, հրապարակային էլ է պետք խոսել, ու սա լավ առիթ էր այս խոսակցությունը նաև սկսելու, ոչ միայն այս նախընտրական փուլում, այլ ընդհանրապես, որտեղ այս ամեն ինչը նախընտրությունների հետ չի կապված։ Այդ աճը, որ մենք ունեցել ենք, օրինակ նույն աշխատատեղերի, որ համարյա 300,000 աշխատատեղ է ստեղծվել վերջի 8 տարում Հայաստանում, այդտեղ էլ է աստիճանական եւ կայուն աճ ա եղել, բայց կրկին դարձել է սովորական, նույնը բոլոր ուղղություններով։ Եվ ամաչելու ոչ մի բան չկա սրա մասին խոսելու, ոչ թե ինչ որ մեկից պահանջելու, որ իրենք անպայման սա գնահատեն, որտեվ այդ մի քիչ դժվար է երևի տենց պահանջներ դնելը, բայց մենք պետք է ապարտադիր խոսենք ու խոսում ենք, ու սա լավ առիթ է եւ պետք է շարունակենք։ Շնորհակալություն։ Պարոն Թորոսյան, մենք ոչ մեկից շնորհակալություն չենք ակնկալում, մենք ասում ենք ուղղակի իրազեկվի ինչա կատարվում, ինչա կատարվում։ Եվ սովորական, բայց ես այդքան վստահ չեմ, որ մենք տեղյակ ենք, այսինքն բան ունենք, ինֆորմացիա ունենք։ Ես երեք պաշտպանության նախարարությունում նստած եմ դիմահայաց դեպի դահլիճը։ Շատ հետաքրքիր ֆենոմեն էր։ Պաշտպանության նախարարը ելույթ է ունենում եւ պատմում է ինչա տեղի ունեցել, ոլորտում ինչա կատարվել, ինչա կատարվել։ Մեկ էլ ցես դահլիճին եմ նայում։ Մեկ էլ գնում եմ սենց աչքերը բան են լնում, իրար են նայում։ Այսինքն նույնիսկ պաշտպանության նախարարությունը առանձնահատկություն ունի, այնտեղ տարբեր ստորաբաժանումներ իրանց գործը դեն չեն կիսում առանձնապես կողքինի հետ, բայց այդտեղ այդ խնդիրը, այսինքն այն արձանագրումները, որ անում էր, անպայման դահլիճի մի հատվածում ինչ որ մի հատ սենց շարժ էր անցնում, որովհետև ընդ որում մենք դրանց մասին կառավարության նիստում խոսել ենք, ասենք որ այն որ ռազմական համալսարանի ուսանողը գերազանցը 175,000 կրթաթոշակ է ստանում եւ այլն եւ այդպես շան։ Դուք աշխատատեղերի մասին եք խոսում, եթե սխալվում եմ, պարոն Հակոբյան, եթե սխալվում եմ, խնդրում եմ ինձ ուղղեք։ Հիմա օրինակ երեք մենք պաշտպան հայրենիա ծրագրի մասին ենք խոսում։ Այդ աշխատատեղերը մեր տվյալներում արտացոլվում են զինված ուժերի պայմանագրային զինծառայողների։ Պայմանագրայինը չեմ կարող ասել, բայց այդ կտորով այո բացում ենք, այսինքն այս աշխատատեղերը ասվածը
հարկային գործակալների կողմից ներկայացված հաշվետվությունների հիման վրա ձևավորված են, այսինքն մենք պետք է առանձին դրա մասին խոսենք։ Չէ, հիմա ես ուզում եմ, չէ, այդ չեմ ասում։ Ուզում եմ ասեմ ընդհանուր աշխատատեղերի թվերի մեջ դա արտահայտվում է։ Կոնկրետ այդ դեպքը չեմ կարող միանշանակ ասել, բայց Պաշտպանության նախարարության կտորով, այսինքն այն ինչ որ վերաբերում է գաղտնի հատվածին, այդ մասը չունենք Ես ինչի համար եմ ասում, օրինակ տեսեք, նույն Պաշտպան հայրենյաց ծրագիրը, երեք ես դրա մասին խոսեցի, չնայած հասկանում եմ, որ կարող է այստեղ մի քիչ բան կա, անձնական դաշտեր մտնելու երևույթ, չգիտեմ, վստահ չեմ, կարող է։ Ես օրինակ մի ժամանակ, երբ որ Պաշտպան հայրենյաց ծրագիրը նոր էր սկսում, ատեստավորված զինծառայողների մասին Պաշտպանության նախարարը իր այջում Պաշտպան հայրենյացի, ովքեր գնացել են ժամկետային զինծառայության, Պաշտպան հայրենյացի պայմանագիր են կնքել եւ հիմա ծառայում են որպես պայմանագրային եւ ծառայությունից դուրս ապրում են իրենց տանը, այսինքն գիշերը քնում են իրենց տանը, եթե այսպես ասած ծառայողական խնդիր չեն կատարում որոշակի ժամանակով։ Պաշտպանության նախարարը իր այջում դնում էր մի քանի դեպքում գերազանց ատեստավորումը անցած զինվորների մասին պատմություններ, ովքեր մոտավորապես կարոն 500, 600, 450 հազար դրամ աշխատավարձ են ստանում։ Եվ այդ ռեպորտաժներում նաև նկարագրվում էր, երևում էր այդ մարդկանց տունը եւ այլն եւ այլն։ Եվ ես այն մի քանի անգամ նախարարին ասել եմ այդ թեմա, վերեք առաջի անգամ բարձրաձայնեցի, վստահել չեմ, որ դա լավ է հնչում, բայց ես համոզված եմ, որ դեպքեր կան, որ իրոք վերջին տարիներին առնվազն այդ տներ միանվագ ոչ մի անգամ 600,000 դրամ չի մտել։ Եվ երբ որ մենք խոսում ենք այսօր ասում են, վայ, սոցիալական վիճակը եւ այլն, բա աղքատության թվերը որ նվազում են, այդ թվում դրա հաշվին են նվազում։ Բա այդ հիմա գնանք այդ ռեպորտաժների տները նայենք եւ հիմա գնանք այդ մարդկանց տները նայենք։ Գնանք տեսնենք, որ այդ մարդկանց Բաքում մեքենայա կանգնած, որ այդ մարդիկ հիպոթեկով բնակարան են ձեռք բերել եւ այլն եւ այսպես շարունակ։ Այսինքն այս ամեն ինչի մասին չի խոսվում, չի ասվում։ Բայց սա մենք պետք է արձանագրենք։ Եվ այսօր մեր բանակում շարքային կազմի բազմաթիվ զինծառայողներ կան, ովքեր ես 3 չառաջորն եմ վիճակագրությունը վերցրել 700,000 դրամից եւ ավել աշխատավարձ են ստանում շարքային, խնդրում եմ ուշադրություն դարձրեք, շարքային պայմանագրային զինծառայողը։ Նրանք ովքեր տարիներ առաջ 2018-ի դրությամբ ստանում էին 120,000 դրամ աշխատավարձ, 120, 130, լավ 180 թող ստանային։ Եվ երբ որ պարոն Ավինյանն ասում է 2021 թվականին զրոյական վիճակ ունենք, ես էլ եմ ուզում մենք արձանագրենք 2021 թվականին ինչի ունենք զրոյական վիճակ, որովհետև 21 թվականին 18 թվականից 3 տարի արդեն անցել էր, որովհետև այդ ընթացքում մենք 19 թվին էլ ենք այդ թեմայի շուրջ շատ աշխատել, բայց կոവിഡ് եւ այլն, այսինքն այդ process-ները էականորեն հետաձգվեցին։ Բայց էլ եմ ասում, իմ խոսքը բացարձակապես շնորհակալության մասին չի, իմ խոսքը իրազեկման մասին է, որովհետև երբ որ այս լռության պայմաններում է դա տեղի ունենում, դա առնվազն հարցեր առաջացնում է։ Բանն եք ասել Մուհամեդ։